Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագիր։ Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի 136-րդ էջի այս մի նախադասությունն այսօր դատարանի բակում ընթերցեց ձևակերպման հեղինակ Նժդե Հովսեփյանը։ Հենց այս նախադասությունն էր այսօր դատարանում վիճարկում Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նա այսօր սակայն հրաժարվեց խոսել հայցի մասին։ Ես կանրադառնամ ձեր բոլոր հարցերին հաջորդ դատական նիստին, երբ ինձ հնարավորություն կտան, որպես վկա հարցաքննվելու եւ կներկայացնեմ իմ դիրքորոշումները։ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին նախ Շահրամանյանի ֆեյսբուքյան էջով, իսկ նրա ջնջվելուց հետո Արցախի տեղեկատվական շտաբի էջով հաղորդագրություն տարածվեց, ըստ որի Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել այն մասին, որ Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։ Այս ամենն արվում է ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակից, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ կենսական շահերի ապահովման առաջնահերթություններից ելնելով։ Այնինչ, այս տարվա ապրիլին Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց. Արցախի սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում երկրի ղեկավարը լիազորված չէ լուծարել հանրապետությունը, իսկ այդ բովանդակությամբ մամուլի հաղորդագրություն է տարածվել ադրբեջանական կողմի պահանջով, ինչը չի կարելի համարել փաստաթղթի պաշտոնական հրապարակում։ Ավելին, այս գրառումից մեկ ամիս անց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի կողմից հրապարակվեց նախորդ հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին նոր հրամանագիրը, որը թվագրված էր 2023 թվականի հոկտեմբերի 19-ով։ Հենց այս հրամանագիրը վկայակոչելով է դասագրքի համահեղինակ Նժդե Հովսեփյանի եւ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դեմ դատական հայց ներկայացրել Արցախի վերջին նախագահը։ Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքում տեղ գտած տեղեկությունը համաձայն որի Արցախի Հանրապետության նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր չի համապատասխանում իրականությանը։ Չգիտեմ, նկատել եք թե չեք նկատել, ինչպիսի նախադասության է հաջորդում այդ նախադասությունը։ Սկսեց ռազմական ագրեսիա, ունեցանք որոշակի թվականակով զոհ, Արցախի նախագահը ստորագրեց Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր եւ Արցախը հայաթափվեց։ Այնուհետեւ այդ նույն պատմության դասագրքի հեղինակը, որովհետեւ ինքն է նշված որպես կոնկրետ այդ տեքստի հեղինակ, հարցադրում է բարձրացնում աշակերտների առջև։ Ինչպես հայաթափվեց Արցախը։ Ըստ դասագրքի տրամաբանության, աշակերտը երեխան կարող է դրան տալ ընդամենը մեկ տրամաբանական պատասխան Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրի հետևանքով։ Երիցյանի խոսքով շատ լակոնիկ ձևակերպմամբ փորձ է կատարվել Արցախի հայաթափման մեղքը բարթել Շահրամանյանի վրա։ Չենք ասում ընդհանրապես հերքեք, որ Արցախի Հանրապետության նախագահը ստորագրել է նման հրամանագիր։ Մենք ասում ենք ընդամենը տեղեկություն ներկայացրեք ամբողջությամբ։ Նշեք սպանդի շարժառիթը, նշեք, որ նախագահը չունի նման լիազորություն, նշեք, որ այդ հրամանը եղել է հակասահմանադրական, նշեք վերջապես, որ այն չեղարկվել է, ինչ շարժառիթով է այն կայացել, որպեսզի ապագա սերունդը դրա վերաբերյալ ունենա տեղեկատվություն։ Դասագրքի հեղինակը սակայն կտրուկ է այս հարցում, չի գրել որևէ սխալ բան։ Հրամանագրի մասին հայտարարվել է, բոլոր լրատվամիջոցներն արտատպել են եւ այն հեռացնելու մասին որևէ խնդիր չի դրվել նրանց առջև։ Եթե սկսում ենք դատական պրոցես պիտի սկսել Արցախի տեղեկատվական շտաբի հետ կապված, Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների հետ կապված եւ բոլոր այն շրջանակների հետ կապված, ովքեր այդ լուրը տարածել են, ոչ միայն չեն հերքել, այլև չեն հանել մինչև այսօր։ Այսինքն, եթե այստեղ գործ ունենք համընդհանուր արդարադատության, գործ ունենք ընդհանրապես պատվի եւ այլ հարցերի հետ կապված, ես կարծում եմ սելեկտիվ վերաբերմունքը սխալ է։ Դասագրքի Արցախին վերաբերող հատվածի լղեի հայաթափումը ենթավերնագրի հատվածում ընդամենը 10 տող է։ Նախադասությունները բավական կարճ են։ Լրագրողների հարցին արդյոք ավելի ճիշտ չէր լինի ներկայացնել ամբողջական տեղեկությունը, թե ինչ իրադարձություններ են նախորդել այդ հրամանագրին եւ ինչ իրավիճակում է դրա մասին հայտարարություն տարածվել, Նժդե Հովսեփյանն արձագանքեց. փաստն է արձանագրել։ Ես ինչ գրել եմ, բացառապես իմ դիտանկյունը այն է եղել, որ պիտի գրեմ այն ինչ որ փաստն է եւ ոչ թե մեկնաբանություն է։ Հասկանում եք։ Մի րոպե։ Կներեք, հիմա մենք դեբատ ենք անում։ Չի գրված այդպես։ Չի ասում փաստ չի։ Կներեք, չի գրված այդպես։ Կներեք, չի գրված այդպես։ Հիմա դուք ինձ հետ բանավիճում եք, թե հարց եք տալիս։ Ահա, ուրեմն երբ որ կգնաք, կկարդաք դասագիրքը, այդ հարցը կշարունակեք տալ։ Այդ ամեն ինչը թե բլոկադայի վերաբերյալ, թե Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ, թե Ադրբեջանի գոյուց արածների վերաբերյալ փաստական ամեն ինչ գրված է։ Արդյոք կվերախմբագրվի արդեն իսկ հրապարակված Հայաստանի պատմություն առարկայի դասագիրքը, կվճռի դատարանը, իսկ այսօրվա նիստին դատարանը որոշում կայացրեց հաջորդի որպես վկա լսել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին։